Արտիկ համայնքի մեծ մանթաշ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատությունում տիրում էր տոնական ու աշնանային տրամադրություն։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մանկապարտեզը իր հյուրընկալ դռները բացել էր բոլորի առջև, կազմակերպելով արդեն ավանդույթ դարձած ոսկե աշուն միջոցառումը։ Այս գաղափարը արդեն 5-րդ տարին է համախմբում է ծնողական հանրույթին ու երեխաներին մեկ միասնական գաղափարի շուրջ։ Մենք համախմբվել ենք, որպեսզի մեր սրտերում նորովի վերապրենք հայ ժողովրդի հավատքի ամենափառավոր էջերը։ Մանկապարտեզում այս տարի որոշել էին ոսկե աշունը կազմակերպել եկեղեցական 5 տաղավար տոների խորհրդով։ Տաղավարներում ներկայացնելով ձեռագործ աշխատանքներ, աշնանային բերքի զարդարանքներ, ինչպես նաև եկեղեցական տոների խորհրդին համապատասխան ազգային կերակրատեսակներ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Արտիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, Արտիկ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամողլյանը, գյուղի բնակիչներ, հյուրեր։ Միտք առաջացավ նշել եկեղեցական տոները իրենց խորհուրդներով, իրենց սնունդներով, ինչպիսի սնունդներ կարելի է պատրաստել եւ իհարկե լսի հայ ժողովուրդը սովորի, ինչպես կարելի անցկացնել մեր տոները։ Ես ուզում եմ, որ Սուրբ Խաչի զորությամբ կարողանանք հաղթահարել մեր բոլոր դժվարությունները։ Սուրբ Հարության խորհրդով խորտակենք մահվան սպառնալիքը, պայծառակերպությամբ պայծառակերպվի մեր մեղավոր հոգիները մեղքից ազատվելով եւ աստվածամոր բարեխոսությամբ մեր մայրերն ու քույրերը ապրեն խաղաղ։ Եկեղեցու այս 5 տաղավար տոները համեմել եք դուք այս միջոցառմանը եւ արդյունքում մենք ինչ ունենք մեր հավատքի ու մեր աշխատանքի վերջնարդյունքը։ Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան նաև Անուշ Ավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև Մարիանե Պարային համույթը։ Համայնքի մշակութային համագործակցության այս ոգին եւս մեկ անգամ ընդգծեց մեծ մանթաշում սերունդների կապն ու համախմբվածությունը պահպանվում են սիրով ու հավատով։ Ես ուզում եմ օգտվելով առիթից նորից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ կոլեկտիվին, շնորհակալություն հայտնել իմ ծնողական համայնքին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր համայնքապետ Աննա Ոսկանյանին, մեզ աջակցելու, ճիշտ է ինք այսօր այստեղ ներկա չէր, բայց ամեն հարցում մեզ աջակցում է։ Ավանդույթի համաձայն միջոցառման ընթացքում հավաքված հասույթը եւս մեկ անգամ ծառայելու է բարության նպատակին։ Այս տարի որոշեցինք մեր ամբողջ հասույթը տրամադրել մեր Աստվածածին եկեղեցու, գյուղի Աստվածածին եկեղեցու բարեկարգման համար։ Մեծ մանթաշի մանկապարտեզի ոսկե աշունը վերածվեց ջերմ ու ոգեշնչող տոնի, որտեղ աշնանագույնները միաձուլվեցին հավատքի լույսին, թողնելով բարության, միասնականության եւ հայրենասիրության հուշեր ներկաների սրտերում։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։